Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել է մշակույթը, որպես ազգային ինքնության պահպանման ու զարգացման հիմնասյուն։ Տարիների ընթացքում իրականացվել են տարբեր մշակութային ծրագրեր, կատարվել են միլիոնավոր ներդրումներ։ Միայն 2019 թվականին 250,000 եվրո նվիրատվություն է տրամադրվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Այս աջակցությունը նոր թափ է հաղորդել նվագախմբի ծրագրերի իրականացմանն ու ստեղծագործական գործունեության ընդլայնմանը։ Ավելի վաղ 2014 թվականին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնած Cartoon Non-Stop և Հայ ֆիլմ Non-Stop ծրագրերը դարձան իրականություն Տաշիր բարեգործական հիմնադրամի և Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։ Տարիներ շարունակ Արցախի ձայնը լսելի է դարձել աշխարհին դարձյալ Սամվել Կարապետյանի շնորհիվ։ Շատ կարևոր էր հենց Արցախի տաղանդավոր երեխաներին ցուցաբերված աջակցությունը Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից, որովհետև 88-ից ի վեր աշխարհում ձևավորվել էր հակամարտող, պատերազմող Ղարաբաղի կերպարը եւ շատ կարևոր էր հենց Արցախի ձայնը հասցնել աշխարհին ուղղակի եւ անուղղակի իմաստով։ Ես շատ շնորհակալ եմ Տաշիր հիմնադրամին եւ անձամբ պարոն Կարապետյանին, որտեղ դա շատ կարևոր գործ եմ համարում։ Ազգային արժեքների, մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ներդրում էր նաև Արցախում մարզամշակութային կենտրոնի կառուցումը։